Stage One Production-ը ներկայացնում է Յուրաքանչյուր մարդ ունի մի էներգետիկա, մի էներգետիկ մի դաշտ, որը որ հնարավոր չի կրկնօրինակել, որը որ շատ իրենն է, որը կամ դուր է գալիս մարդկանց, կամ դուր չի գալիս։ Եթե կոնկրետ խոսենք իմ ասպարեզի մասին, կարևոր է եւ լավ ձայն, եւ կարևոր է տեսք, ներկայանալ լինել այս այն մի շարք բաներ կան, որոնք որ կարևոր են, բայց դու կարող ես հավաքել այդ ամբողջ փաթեթը եւ չունենալ այն արդյունքը, որը որ ցանկանում ես։ Հենց այդ է պատճառը, որ մարդու մեջ, արտիստի մեջ իրականում այդ ամենը մեկ կողմ դրած կա մի ինչ-որ կապ, որը որ հանդիսատեսը զգում է, կամ ինչ-որ էներգիա, որը հանդիսատեսը զգում է եւ որը որ կապվում է։ Եվրատեսիլը իհարկե իմ կյանքում, ստեղծագործական կյանքում շատ մեծ դեր ունեցավ։ Եվրատեսիլից հետո ձեռք բերեցի երկրպագուներ եվրոպական տարբեր երկրներում եւ շատ լավ երկրպագուներ, անփոխարինելի։ Շատ ուրախ եմ, որ դրանից հետո կարողացա երաժշտությանը սահմանները մեծացնել։ Շատ համերգներ եմ ունեցել, շատ եմ շրջագայել, համերգներ ունեցել եմ աշխարհի 30 երկրներում, 30 երևի ավել, չեմ հիշում, մի խոսքով։ Կարևոր է յուրաքանչյուր երկրի հանդիսատես, շատ անմոռանալի օրեր եմ ունեցել, այդ երկրներից շատերում մի քանի անգամ եմ եղել։ Շատ են ինձ հարցնում, եթե կա տարբերություն ինձ համար տարբեր երկրների հանդիսատեսի միջև։ Ես ինքս փորձում եմ ամեն անգամ ուշադիր լինել եւ տեսնել կա արդյոք թե չէ, բայց պետք է շատ գովեմ իմ հանդիսատեսին, որովհետև միշտ ասում եմ, որ իմ հանդիսատեսը լավագույնն է։ Իսկապես լավագույնն է, որովհետև այն ինչ նրանք տալիս են ինձ, դա որևէ այլտեղ, որևէ ուրիշ միջավայրում չես կարող զգալ, դա անփոխարինելի է։ Ես միշտ ասում եմ, որ ես եւ իմ հանդիսատեսը ունենք մի կապ, որը որ գախնի է եւ ուրիշ ոչ ոք չի տեսնում, դա միայն դահլիճում գտնվող մարդն է զգում եւ տեսնում։ Դժվարանում եմ տարբերել, առանձնացնել, բայց մի բան, որ կարող եմ հաստատ ասել, յուրաքանչյուր երկրում, եթե դահլիճում հայեր են, ջերմությունը հասնում է մի անբացատրելի բարձրության։ Վերջին շրջանում մի քիչ ավելի շատ կարողացա ներկայացնել իմ երաժշտության մեջ այն, ինչ միշտ ցանկացել եմ ներկայացնել եւ այն, ինչ շատ ավելի ես եմ, այսինքն հայկականի եւ ժամանակակից երաժշտության խառնուրդը։ Եկել եմ այդ համոզմունքին, որ յուրաքանչյուր արտիստ պետք է ներկայացնի այն, ինչ ինքը կա։ Այդ ներքին աշխարհը եւ այդ տեսակ արտիստի պետք է լինի եւ տեսահոլովակի մեջ եւ հագուստի մեջ եւ երգած երգի մեջ եւ ամեն ինչի մեջ։ Շատ կարեւոր է, որ կողքից լինեն աշխատող պրոֆեսիոնալ մարդիկ, շատ կարեւոր է, շատ հաճելի է։ Ես ուրախ եմ, որ այսօր ունեմ հիանալի թիմ։ Եվ Հայաստանում, որտեղ հիմնական կենտրոնացված է թիմս, եւ նաեւ այստեղ, ում հետ որ աշխատում եմ։ Յուրաքանչյուր երգ, որը որ կատարել եմ, ունեմ մեծ կապվածություն, յուրաքանչյուր երգի հետ, ամեն մեկի հետ կա մի մեծ պատմություն, ամեն մի երգի հետ կա մի հիշողություն, որքան էլ չառանձնացնեմ երգերս, որքան էլ յուրաքանչյուրի հետ կապվածությունը մեծ լինի, ամեն դեպքում կան երգեր, որտեղ ասելիքս ավելի մեծ է լինում եւ որտեղ կարողանում եմ ավելի շուտ կուտակել մի քանի բան, որ ուզում եմ անել եւ ասել։ Այդպիսին էլ Պրեգոմեշը մեկ ամբողջ գիշեր ենք անցկացրել այդ երգի խոսքերի վրա, երբ հասկացանք, որ այն ավարտուն տեսք ունի։ Խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է։ Մի քանի տարբերակ քննարկեցինք, սկզբում այն այլ ուղղությամբ գնաց, մի քանի ուղղություններով գնաց, հետո ես Ավետին պատմեցի, թե ինչ եմ ես զգում, ինչ եմ ուզում ասել։ Ես ինքս գրում եմ խոսքեր, բայց սա այնպիսին էր, որ ես չէի կարողանում
Այսինքն չէի հասցնում միտքս թղթին հասցնել։ Միանգամից մի քանի մտքեր էին գալիս եւ այդտեղ օգնության եկավ իմ իսկապես տաղանդավորը Արվետ Բարսեղյանը։ Չէի ուզում ուշադրություն դարձնել թույլ մարդկանց վրա, վատ մարդկանց վրա։ Հակառակը ուզում էի գովաբանել եւ գովերքել ուժեղ մարդկանց, ովքեր որ շատ են մեր մեջ այսօր։ Ինձ համար մարդկային հատկանիշներից ամենակարևորը ազնվությունն է միշտ եղել եւ միշտ կլինի։ Դրա բացակայությունը զգում եմ շատ մեծ հեռավորությունից եւ երգս էլ հենց այդ մասին է, այդ ուժեղ մարդու մասին է։ Ոչ միայն մարդու, ուժեղ ժողովրդի մասին է։ Տեսահոլովակի եթերում հայտնվելուց հետո նկատեցինք մի բան, որը որ շատ ուրախացրեց ինձ, շատ։ Հասկացա, որ երիտասարդության մեջ հետաքրքրություն է առաջացել հայկական հագուստի զարդերի հանդեպ։ Եվ դա գաղափար տվեց, միգուցե այդ գաղափարը իմ մեջ իրականում ենթագիտակցաբար միշտ եղել է, բայց սա ամենահարմար եւ ճիշտ առիթն էր եւ ճիշտ ժամանակն էր, որ դա իրականացվեր։ Սկսեցինք աշխատել Հայաստանի լավագույն արծաթագործների հետ, լավագույն մասնագետների հետ, որպեսզի ստեղծենք իսկապես հայկական զարդեր, հուշանվերներ։ Կարծում եմ իմ հանդիսատեսը արդեն գիտի, որ անձնական կյանքիս մասին չեմ խոսում, այն չեմ լուսաբանում, պատճառը պարզ է։ Չեմ ուզում ուշադրություն ինձ վրա գրավել անձնականիս շնորհիվ, քանի որ անում եմ բավականին բուռն եւ խիտ աշխատանք, ուզում եմ որ ուշադրությունը այդտեղ էլ մնա աշխատանքիս վրա։ Բայց իհարկե այս գործի մեջ լինելով չես կարող խուսափել դրանից, դա անկախ քո ցանկությունից է լինում։ Համակերպվել եմ այդ մտքի հետ, առավել եւս որ ընտանիքիս մեծ մասը ճանաչված է փաստորեն։ Բնավորությունով այնպիսին եմ, որ չեմ սիրում լինել ուշադրության կենտրոնում։ Դա շատերին է զարմացնում, քանի որ աշխատանքս ամբողջովին հակառակն է, բայց այդպիսին եմ։ Եվ այդպես ստացվում է, որ ասում եմ, լինելով ճանաչված եւ ճանաչված ընտանիքում հաճախ ես լսում քո մասին տարբեր թյուրիմացություններ, տարբեր ինֆորմացիաներ։ Վերջերս իմացա, որ տարածվել են նկարներ, որտեղ որ կարևորը վերնագրերով, որ ես հրապարակել եմ երեխայիս լուսանկարը, նման բան ընդհանրապես չի եղել, չեմ հրապարակել, չեմ պատրաստվում առավել եւս ինձ ճանաչող մարդիկ եւ աշխատանքի մեջ եւ աշխատանքից դուրս իմանալով, թե որքան անձնական է ինձ համար առանձին եւ չլուսաբանվող թեմա է, պետք է որ հասկանան, որ դա իրականությանը չի համապատասխանում, ասեմ, որ շատ գեղեցիկ երեխաների նկարներ են դնում, բոլորն էլ շատ լավ երեխաներ են, բայց իմը չեն։ Ամեն անգամ, երբ որ հրավերը ստացել եմ այստեղ մենահամերգ ունենալու, պատկերացրել եմ մտքիս մեջ, թե ինչ տեսակ այն կարող է լինել, եւ միշտ այնպես է ստացվել, որ չի իրականացել պատկերացումս, որովհետեւ կամ այդ շրջանը հարմար չի եղել եւ չենք եկել, կամ ինչ որ մի բան այնպես չի ստացվել։ Եվ հիմա ուրախ եմ, որ առիթ ունեմ այդքան տարիներ կուտակած իմ տպավորությունները մեկ համերգի մեջ ներկայացնելու։ Իհարկե մեկ համերգը, երբ որ բոլոր մտքերը դնում ես իրար հետ, մեկ համերգը պարզվում է քիչ է, բայց խտացրած լինելու է շատ տարբեր բաներ։ Այս համերգի շրջանակում փորձում եմ աշխատել հնարավորինս շատ շնորհալի հայերի հետ։ Քանի որ ուզում եմ ներկայացնել ոչ միայն իմ մոտեցումը, իմ պատկերացումը, այլ նաև ինձ հետ բերել այդ շունչը։ Հագուստները մի մասը պատրաստվում են այստեղ հագուստներից մեկը պատրաստվում է Sylvia Costumes-ում
Պրեգոմեշի բեմական տարբերակը ներկայացվում է վերարկուներով, տարբեր երկրներում, տարբեր բարեխմբերի հետ, ներկայացվում է այդ համարը այդպես։ Մի քանի ամիս առաջ Palm Springs-ում մրցանակաբաշխությանը ներկայացա վերարկուի Վահան Խաչատրյանի տարբերակով, որը ինձ ամեն դեպքում շատ դուր է եկել։ Այս անգամ այս համերգի համար իր տարբերակն է ներկայացնելու եւս մեկ հայ մոդելավորող Արամ Նիկոլյանը։ Ինձ համար էլ շատ հետաքրքիր է, թե վերջնական արդյունքը ինչպիսին է լինելու, քանի որ այդ ելույթը յուրաքանչյուրը պատկերացնում է իր կերպով, այդ հագուստը, այդ վերարկուն սև յուրաքանչյուրը իր կերպով է պատկերացնում։ Գիտեմ, որ Արամը ոգեշնչվել է եւ հիմնել է իր աշխատանքը մեր պրեգոմեշ հավաքածուում գտնվող վզկապներից մեկից, որն էլ իր հերթին ոգեշնչված է տարազի գոգնոց հանդիսացող մասից, կնոջ տարազի։ Այնպես որ կարծում եմ, որ պետք է հետաքրքիր լինի, աշխատանքները այս պահին այնտեղ կատարվում են, Հայաստանում կարվում են հագուստները, որպեսզի ուղարկվեն այստեղ եւ ներկայացնենք հանդիսատեսին։ Փորձել եմ աշխատել հնարավորինս շատ հայերի հետ, համերգի վրա աշխատում են Հայաստանից տաղանդավոր մարդիկ շատ, այստեղից երաժիշտներ, հիանալի երաժիշտներ, փորձերի ժամանակ ես լսում եմ իրենց աշխատանքը եւ ես վայելում եմ երաժշտություն, այսինքն դա ուղղակի փորձ չէ։ Փորձերը այնքան լավ են անցնում եւ այնպեսի լավ տրամադրությամբ են անցնում, որ ինձ համար այս պահին կարևոր խնդիրը այն է, որ կարողանանք այդ տրամադրությունը տեղափոխել բեմ։ Ողջ համերգը փորձել եմ այնպես կառուցել, որ այն լինի հայկական ոգով, բայց շատ ժամանակակից ու նոր շնչով։ Այսինքն սա հիմա բառերով եթե փոխանցեմ բնականաբար կարծում եմ, որ այդքան չի հասկացվի, որքան որ հանդիսատեսին պարզ կլինի։ Համերգի մեջ կան անակնկալներ, որոնց մասին անգամ հարազատներիս չեմ ասում, որովհետև սիրում եմ, որ դահլիճում ամեն ինչ տեսնեն եւ իմանան։ Դա իմ փոքրիկ այսպես հաճույքի պահերն են, երբ որ ես գիտեմ ինչ եմ պատրաստել եւ այդ պահը ինձ կարևոր է, որ նայեմ այդ մարդկանց աչքերի մեջ եւ տեսնեմ, թե ինչպես են իրենք ընկալում։ Եվ այդ մարդիկ ոչ միայն իմ հարազատներն են լինելու այդ օրը, այլ լինելու է հանդիսատեսը, ում համար որ պատրաստել եմ այդ անակնկալները։ Կլինեն արդյոք զուգերքներ, չգիտեմ։